Որոշվել է, ինչ որոշվեց, ինչ կորոշվի, ինձ թվում է արդեն որոշվել է, այլ տեղ է որոշվել, երեք պարզ էր, որ այսպիսի բան է լինելու, ընդհանրապես առաջի դեպքը չի, մենք ունենք այսպիսի դեպք եւ Վարդենիսում, եւ Վանաձորում, եւ այլ համայնքներում, եթե չնայած նախկինում լինում էր ընտրություններից առաջ, ընտրություններից հետո, հիմա արդեն մարտավարություն է փոխվել, պարզ է, որ խիստ ցայտնոտի մեջ են գտնվում եւ իրենց մտավախություններն է ուզում են այս ձևով իրենց վախերը պարատեն։ Ինչ ասեմ, Հարցաքննությունը վերջացավ, ինչ որոշվեց։ Որոշվելիքը կորոշվի 24 ժամվա ընթացքում, կարծում եմ դատարան կտանեն կալանքի եւ այստեղ առաջերտին ավելի շատ սրանով ուզում են անհավասար միջոցներ, պայմաններ ստեղծեն առաջերտին եւ դեբատների ժամանակ եւ երկրորդը պատկերացրեք, եթե հաջողվի նրանց ընտանիքի անդամը կալանավորվի թեկնածուներից մեկի, պարզ է չէ, որ անհավասար պայմաններ է ստեղծվում, ինչ լարված վիճակ է դրանով առաջանում, նաեւ ինչ այսօր տերոր է, սա հերթական քաղաքական շինծու մտածովի հնարովի գործերից է ու սա միակը չի այսօր, որքանով հասկանում եմ նաև նույն նմանատիպ գործ կա Մայր Հայաստանի հետ կապված, տղաների հետ նույնպես կապի մեջ եմ եւ հնարավոր է ընտեղ էլ իմ աջակցությունը ցուցաբերեմ, այս է վիճակը։ Իսկ կոնկրետ ինչ հիմքով են իրենց ձերբակալել կալանքի։ Իրենց ձերբակալել են 24 ժամյա այդ կարգով, որպեսզի տանեն կալանքի։ Ինչու՞մ են մեղադրում։ Այդ եմ ասում։ Մեղադրում են իբր թե ընտանիքի անդամը տվյալ դեպքում Մարտուն Գրիգորյանի իբր թե բարեգործությամբ է զբաղվել այս ընթացքում հղում կատարելով այն տեսանյութն է, որքանով ես հասկանում եմ, որտեղ կա ինչ-որ, չէ, ինչ-որ փողոցի հարթեցման գործողություններ, դա պարզ է, որ սա պատրվակ է, սա ցայտնոտի դրսևորում է, նորից եմ կրկնում ընտրություններից 1-2 օր առաջ, բան չկա ասելու, հասկանում եք, այստեղ չկա իրավաբանություն, որ խոսենք դրա մասին, այստեղ կա ցուցումներ, հրամաններ։ Հիմա այստեղից իրենց մնալու են այստեղից տանելու են, հա, ինչ է լինում։ Առայժմ այստեղ են բոլոր ձերբակալված անձինք, եթե տանում են կալանքի, ապա նիստին մասնակցելու են, եթե հետաձգվի, որ ասենք գիշերը կամ առավոտյան է լինելու, հնարավոր է, որ տեղափոխեն ձերբակալված անձանց պահման վայր։ Այսինքն դեռ որևէ հստակ բան որոշված չէ։ Տեսեք, սա ընթացակարգ է, որը պետք է պահեն 24 ժամվա ընթացքում, պետք է կալանքի միջնորդությունը ներկայացնեն դատարաններ, այդ բոլոր անձանց հետ կապված ում վերաբերյալ այդպիսի որոշում ունեն, մնացածը արդեն վստահ եմ, որ կգնան այդ քայլին, ու վստահ եմ, որ գոնե այս անգամ չեն մագագրվի գործերը են կալանք տվող, համբավ ունեցող հայտնի դատավորները։ Մարտուն Գրիգորյանի եւ հայրը եւ որդին նույն բանում են մեղադրվում։ Անկեղծ ասած, ես հոր շահերն էի ներկայացնում, հոր պաշտպանն էի, որդու հետ կապված ինֆորմացված չեմ այս պահին։